Փաշինյանը հարց հնչեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, դուք այնպես զարմացած արձագանքեցիք, ասես դուք Հայաստանի Հանրապետության վարչապետը չեք եւ չեք լսել, թե ինչպես են ադրբեջանցիները, ադրբեջանական կողմը, պաշտոնական Բաքվում դրա մասին խոսում, եւ որպեսզի հիշեցնեմ, ես ուզում եմ Հայկական ժամանակի մի լրատվամիջոց, որը ձերն է, Հայկական ժամանակի այս հրապարակումը կարդալ. Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ 1980-ից 1990-ական թվականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսքը, եւ Ալիևի կարծիքով վերադառնալու իրավունք ունեն։ Նրանք վերադառնալու իրավունք ունեն, թե ոչ, այս հարցին պետք է ուղիղ պատասխանել, հա, այո կամ ոչ, եւ երբ դուք ասում եք, որ այս ընթացքում նման խոսակցությունները կարող են սրել բանակցությունները եւ գուցե նաեւ պատերազմական իրավիճակ ստեղծել, հետո եք բանակցելու դրա մասին, դուք կողմ եք, որ ադրբեջանցիները գան, հանուն նրա, որ պատերազմ չլինի, կամ ձեր ասած խաղաղությունը, որ այս բանին ասում եք խաղաղություն կա, հանուն նրա, որ այդ խաղաղությունը շարունակվի, երկարատև լինի, դուք պատրաստ եք ընդունել 300,000 ադրբեջանցիների։ Ավարտեցիք ձեր հարցը, համոզված եք։ Այո, համոզված։ Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ եմ խոսում, որովհետև ասում եք, պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին։ Այո, թե ոչ։ Ես գուցե մի անգամից ասեիք, ինչ է պետք պատասխանել այդ հարցին։ Այսինքն, հիմա այդ լրատվամիջոցներում երբեմն լրատվամիջոցներում ձեզ հայտնի մեզ մեղադրում են ադրբեջանական պրոադրբեջանականության մեջ, բայց կներեք, այստեղ ներկա լրատվամիջոցների 60%-ը առավոտից իրիկուն ադրբեջանական եւ թուրքական նարատիվների լոբինգով զբաղված Հայաստանի Հանրապետությունում։ Եվ քիչ առաջ դուք զբաղված էիք ուղիղ դրանով, ուղիղ։ Դուք ավարտեցիք ձեր հարցը, ավարտել եք, թե չեք ավարտել։ Դուք ավարտեք, ես նոր կպատասխանեմ։ Դե ավարտել եք, ուրեմն հաջորդ հարց տվողին տվեք տեղը։ Հաջորդ հարց տվողին զիջեք ձեր տեղը։